Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ ժամում ընդունել է երկու առաջնորդի։ Նախ նրան հյուրընկալվել է Ուկրաինայի նախագահը, հետո Իսրայելի վարչապետը։ Հանդիպումից հետո Զելենսկին ասել է, որ Թրամփի հետ քննարկել են Պատրիոտ համակարգերի համար նախատեսված հրթիռների արտադրության լիցենզիայի հարցը։ Խոսեցինք նաև դիվանագիտության մասին։ Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը, ասել է նա։ Նեթանյահուն արեց այն, ինչ չհաջողվեց Չերչիլին, նա կարողացավ Թրամփին մեր կողմը բերել եւ համոզեց Միացյալ Նահանգներին հարվածել Իրանին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Իսրայելը շատ է ցանկանում հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, սակայն այս պահին Միացյալ Նահանգները դեմ է դրան, քանի որ կա մտավախություն, որ Իրանը կարող է հարձակվել հարևան երկրների վրա եւ նավթի համաշխարհային ճգնաժամ ստեղծել, ասել է նախարարը։ Կարծում եմ, մենք շատ մոտ ենք Իրանում ռեժիմի փոփոխությանը։ Ռեժիմը վերջին 47 տարվա ընթացքում իր ամենաթույլ վիճակում է։ Reuters-ին տված հարցազրույցում էլ ասել է Իրանի վերջին շահի ժառանգ Ռեզա Փահլավին, որը բնակվում է Միացյալ Նահանգներում եւ ձգտում է Իրանում իշխանափոխության։ Ոչ Իսրայելը, ոչ Միացյալ Նահանգները չեն կարողացել հասնել Իրանի հարցում իրենց նպատակներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Մենք պատերազմ կամ հակամարտություն չենք փնտրում եւ ցանկանում ենք խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, սակայն եթե մեզ պատերազմ պարտադրվի, մենք շատ արդյունավետ կպաշտպանվենք, նշել է նա։ Wildberries-ին աջակցելու վերաբերյալ դեռևս որոշումներ չկան, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Մնալով առանց պետական աջակցության, Wildberries-ն ավելի քան 40 միլիոն ռուբլի է վճարել իր լոգիստիկ օբյեկտների վրա հարձակումներից տուժածներին։ Վերջին շրջանում Ուկրաինայի հարվածների թիրախում Wildberries-ի պահեստներն են, որոնց հետևանքով ընկերությունը մեծ վնասներ է կրել։ Փենյանում համերգ է տեղի ունեցել կորեական պատերազմի ավարտի 73-ամյակի առթիվ, որին ներկա է եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդը դստեր հետ։ Համերգի ժամանակ Կիմ Չեն Ընը հուզվել է, նայելով հերոսների նկարներին։ Ավերված ճանապարհներ ու կամուրջներ։ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը վերջին 10 տարվա ընթացքում ամենաուժեղն է եղել։ Երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 50 մարդ։ Մոսկվայում էլ ուժեղ քամին արմատախիլ է արել ծառեր եւ քշել ճանապարհային արգելապատնեշները։ Ռումինիայում այս զբոսաշրջային սեզոնի ընթացքում անցկացվել են միջնադարյան ասպետական մարտեր։ Տրանսիլվանիայի պատմական Բերդաքաղաքում տոնել են Սիգիշուարայի ամենամյա միջնադարյան փառատոնը։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։